Հայտնի է, որ հիշողության կորուստ ունեցող մարդիկ, Ալցհեյմերի հիվանդություն ունեցող մարդիկ շատ հաճախ հիշում են իրենց մահացած նախնիներին, երբեմն ծնողներին, ուզում են իրենց տեսնել կամ այդ դեպքում ինչ խորհուրդ կտաք ընտանիքի անդամներին ինչպես վարվեն։ Երբ որ մտնում ես ընտանիք, պետք է նախ իմանաս որոշ չափով, ասենք այդ հիվանդի անցյալի մասին, ծնողների մասին, որտեղ են աշխատել, ինչով են զբաղվել, որովհետև երբեմն որ ինքը, ասենք, անցյալը շփոթվում են ներկայի հետ։ Ու ինձ հարցնում էր, բա մայրիկս ուր է։ Ես արդեն գիտեի, որ մայրիկը դաշտում է աշխատել, թութունաշար է, ու ես միշտ իրան հանգստացնում էի, որ պապի ջան, բա էսա դաշտում աշխատանքի է, չէ, ձեր մաման կավարտի ու կվերադառնա, ինքը շատ գոհ ու երջանիկ, արդեն հանգստանում էր, զբաղվում ուրիշ գործերով։ Չէի տխրեցնում իրան, ասում էի, որ էսա կվերադառնա, ինքը այն երջանիկ ժպիտը արդեն դեմքին։ Իսկ եթե իրականությունն ասվի այդ դեպքում, ինչ հետևանքներ կարող է կտխրեն, իրանք ավելի ապահով են, երբ որ գիտեն, որ կան իրան ծնողները ավելի երջանիկ ու ապահով են։ Դուք ասացիք, որ երբեմն անցյալում կատարված իրադարձությունները եւ ներկան շփոթում են։ Ինչպիսի դրսևորումներ է ունենում այդ երևույթը։ Ասեմ, օրինակ մի հատ հիվանդի, որ խնամում էի, երկու տղա ուներ, որոնք մեկը 7 տարեկան, մեկը 9 տարեկան, իր կինը մահացել էր, ու ինքը ամեն օր խոհանոցում ճաշ էր պատրաստել, սպասել, որ տղաները պետքա դպրոցից վերադառնան, միասին ճաշեն, ու արդեն պապիկը շատ ծանր վիճակում էր, ես 1 ամիս եմ իրան խնամել, կյանքի վերջին շրջանում, պալիատիվ խնամք եմ տարել տանը, ու երբ որ նայի մեր ժամացույցին, որ արդեն ժամը 1-ն է, տեղից ուզում էր վեր կենա, ասում էր գնամ խոհանոց ճաշ պատրաստեմ, էսա երեխեքից դասից գալու ժամն է, ես գնում էի կացան բերում էի, համոզում էի պապիկին, որ դու հանգիստ պարկի, արդեն ճաշը մենք միասին էփել ենք, էսա տղաները կգան ու մենք միասին կճաշենք, հոգոց էր հանում ու նորից հանգիստ պարկում պապիկը։ Ամեն դեպքում չէիք ասում, որ տղաները մեծ են, արդեն թորներ ունեն։ Չէ, մեկը ինքը դա չերել ընկալի էլի, ինչքան ասենք ավելի վատ, իրանք ինչ գիտեն այդ պահին, այդ ճիշտ է։ Հայտնի է, որ Ալցհեյմերի հիվանդություն ունեցող անձինք շատ հաճախ տնից հեռանում են, վերադարձի ճանապարհը չեն գտնում, կան արդյոք բլուծումներ, քայլեր, որոնք կարևոր են, որպեսզի նման իրավիճակները կանխարգելվեն։ Այո, քայլեր կան, իմ պապիկի հետ է տենց պատահեց, որ մի անգամ ես խոհանոցում ճաշ էի պատրաստում, ինքը դուռը փակեց իմ վրա, խոհանոցի ու մի քանի րոպեից, որ որոշեցի տեսնեմ պապիկը ինչով է զբաղված, տեսա, որ նա տանը չէ, իջա շենքի բակում տեսնելով պապիկին շատ ուրախացա, քանի որ նա վերադարձի ճանապարհը չէր հիշելու։ Այդ ժամանակ իմ մոտ մտահաղացում առաջացավ, քանի որ դուռը երկաթյա էր եւ հնարավորություն չկար ներսից բալանիով փակել ու բալանին պահել, որ դռան վրա զանգ կախենք այդ վարսավիրանոցների, զանգերից, խանութների, որ երբ որ ինքը փորձ անի դուռը բացի, մենք ազդանշան ունենանք։ Հետո շատ կարևոր է, որ այդ հիվանդներից վերջի ժամանակաշրջանի նկար ունենալ, որ Աստված մի առասցե, եթե ինչ-որ տենց դժբախտ դեպք, որ իրանք տանից կարան հեռանան, ունենալ լուսանկար ոստիկանությանը դիմելու համար, այս հիվանդների գրպաններում պետք է ունենալ պարտադիր գրություն, անուն, ազգանունը, հեռախոսահամար, հիվանդի հասցեն, հարազատից հեռախոսահամար, որպեսզի նման դեպքերում կարողանան հիվանդին ավելի հեշտ գտնել։ Մի տարբերակ էլ ասեմ, որ ես մի 8 ժամյա գրաֆիկով հիվանդ էի խնամում ու հիվանդի հարազատներն ասեցին, որ եմ գնալուց հետո ինքը անընդհատ փորձեր է անում, որ տանից հեռանա։ Այդ ժամանակ մենք նոր տուն էինք գնել ու որոշեցի, որ մեր տանը մի հատ չկոտրվող պլաստմասի հայլի կար, ասի տանեմ փորձենք, էլի կարող աշխատի այս տարբերակն էլ, խնդրեցի, որ դռան վրա այդ հայլին կախեն։ Քանի որ իրանք պետք է աննկատ ու անաղմուկ հեռանան, ամեն անգամ փորձանելով, որ պետքա հեռանա, իրան թվում է, որ իրան հետևող կա։ Մի քանի փորձից հետո արդեն հանգստանում են։ Այսինքն երբ որ հայլու մեջ իր արտացոլանքն է տեսնում։ Չի ճանաչում էլ իրան։
չի ճանաչում, թվում է, որ իրան հետևող կա։ Տիկին Սիլվա, իսկ անվտանգության առումով ինչ միջոցառումներ է անհրաժեշտ ձեռնարկել տանը կամ փոփոխություններ կատարել, գուցե գորգեր, գուցե ինչ է հարկավոր անել, որպեսզի տան ներսում էլ այդ մարդկանց կյանքն ապահով լինի, անվտանգ լինի։ Քանի որ այս հիվանդներն ունենում են կոգնիտիվ ֆունկցիաների խանգարումներ, դժվար են քայլում, պետք է տան փոքր գորգերը հավաքել իր ճանապարհը, հա, տան մեջ պետք է լինի շատ անվտանգ։ Ասեմ ձեզ, որ իմ հիվանդը 10-րդ հարկում էր, բայց մենք բոլոր պատուհաններին ներսից երկաթյա ճաղավանդակներ էինք սարքել, քանի որ նա երբեմն տուալետ գնալու փոխարեն կարող էր բացել լուսամուտի դուռը ու ասել ես տուալետ եմ գնում։ Շատ կարևոր է, որ այդ անվտանգությունը ապահովել։ Կարևոր է, որ այս հիվանդների դեղորայքը տա բուժքույրը, խնամողը եւ համոզվի, որ խմել է դեղը, այլապես կարող են թաքցնել։ Դեղորայքը պետք է պահել աչքից հեռու, քանի որ մոռացկոտություն ունենալու պատճառով հիվանդը կարող է չհիշել խմել է օրվա չափաբաժին դեղորայքը թե ոչ։ Տան կտրող ծակող գործիքները պետք է պահել աչքից հեռու։ Լոգասենյակի ներսի փականները պետք է հանել, քանի որ կարող են մոռանալ բացելու, փակեն ու մոռանան ոնց են բացելու։ Իսկ օրվա ընթացքում կան արդյոք ժամեր կամ որևէ տեսակի այլ փոփոխություն օրվա ժամի հետ կապված, որ այս հիվանդները կարող են վարքագծի փոփոխություն դրսևորել։ Ես 8 հիվանդի խնամելով հասկացել եմ մի բան, որ իրանք սաղցերեկը կարող են հանգիստ մնալ ու արևամուտի հետ իրենք ունենում են շատ անհանգիստ վարքագիծ։ Երբ որ ես Ջեն Մահակյանին ինքծերաբույժ հարցրեցի, որ ես իմ հիվանդների մոտ նկատել եմ, որ այս ժամերին ունենում են վարքագծային փոփոխություն, ասեց, որ դա ճիշտ է, քանի որ մարդիկ ամեն օր այդ ժամին գնացել են աշխատանքի ու վերադարձել, հիմա իրանք հիշում են մի բան, որ արել են, բայց չգիտեն ինչ են արել։ Ու գալիս այդ ժամին բոլորի մոտ անհանգստությունը առաջանում է։ Իսկ կա մի համընդհանուր խորհուրդ փոխհարաբերության շփման առումով, որ դուք կուզեիք տալ տարեցներին, տանիքի անդամներին, խոսքը վերաբերում է նրան, արդյոք նրանք բառերն են լսում, արդյոք նրանք տվյալ խնամատարից կամ ընտանիքի անդամից հարցն է, զավակն է, եկող հանգստությունն են գուցե ավելի լավ ընկալում, եւ ինչու է, որ երբեմն ընտանիքի մի անդամին նրանք ավելի լավ են վերաբերում, քան մյուսին։ Լինում է երբեմն հարևանին կարող են ավելի շատ վստահել, պատմել եւ ավելի լավ վերաբերմունք ցուցաբերել, քան իրենց տան նույնիսկ թորներին, հարցներին։ Դա հիշողության հետ կապված խնդիր ունեն, երբեմն կարող են իրանց երեխաներին չճանաչել, օրինակ իմ պապիկի թորները արդեն բժիշկներ էին աշխատում, բայց ինքը միշտ հիշում էր իր երեխաների փոքր ժամանակը, ու միշտ հարցնում էր, որ դասարան եք, որ դասարան եք տեղափոխեին, ինչ արդեն այդ տղաների երեխեքը բժիշկներ կայացած մարդիկ էին։ Իրենք ունեն տենց խնդիր, խորհուրդ կտամ հիվանդի հարազատներին, որ ինչ հիվանդության որ փուլում է լինեն, մարդը չի կորցնում իր եսը եւ ունի միշտ սիրված, հարգված լինելու կարիք։ Եվ ինչ եք առաջարկում։ Համբերություն, մեծ հոգատարությամբ շրջապատեն իրենց հիվանդներին։ Իսկ ինչ եք կարծում, ավելի արդյունավետ է հիվանդին խնամել իր տանը, իր միջավայրում, իր հարազատների հետ, օգտվել մասնագիտական կենտրոնների ծառայություններից, թե ուղղակի տանը կազմակերպել խնամքը մասնագետի օգնությամբ, ինչպես որ դուք եք եղել։ Եթե հնարավորություն կա, ես միշտ գտնում եմ, որ տանը ավելի ճիշտ է կազմակերպել, բայց կա հիվանդության մի փուլ, որ հնարավոր չէ, տանը կան երեխաներ ու ինքը շատ ագրեսիվ է, այդ դեպքերում արդեն պետք է մասնագիտացված կենտրոններ։ Իսկ այն մարդիկ, ովքեր լսում են մեզ եւ ունեն հարցեր եւ
ունեն խորհրդատվության կարիք, կարող են ձեզ հետ կապվել, կարող են ինչ որ կերպ ստանալ իրենց ուզող հարցերի պատասխանները։ Այո, կարող են կապ հաստատել Facebook-յան էջով, Instagram-յան էջով, մեր Ալցգեյմերի խնամք Հայաստան հասարակական կազմակերպության մենք Zoom-ով ամեն ամիս կազմակերպում ենք հանդիպումներ, որտեղ բարձրաձայնում են իրենց խնդիրները եւ մենք լուծումներ ենք առաջարկում։ Շնորհակալություն Տիկին Սիլվա հետաքրքիր զրույցի համար, օգտակար խորհուրդների համար։ Ակտիվ եղեք, լսեք մեզ հանրային ռադիոյի, ինչպես նաև Ալցհեյմերի խնամք Հայաստան կազմակերպության Facebook-յան էջերում, հաղորդման մեկնաբանությունների դաշտում գրեք ձեր կարծիքը, ինչպես նաև ձեզ հուզող հարցերի մասին։ Մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդ թիվ։ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում։